Անկեղծ ասած, այս պատմությունը սկսվել էր դեռևս նոր տարուց առաջ, երբ քննչականից զանգ ստացանք, որ արդյոք պատրաստ է մեր կենտրոնը ընդունել նոր արջերի, որոնք քրեական վարույթում են գտնվում։ Եվ մենք իհարկե պատրաստականություն հայտնեցինք եւ ամսի 29-ին մեկնեցինք 3 մեքենայով, որպեսզի այդ 3 արջերին վերցնենք, բայց ընթացքում պարզվեց, որ ոստիկանները համաձայնության չեկան տիրոջ հետ, ով որ ոչ adekvat պահվածք էր դրսևորում, ամեն դեպքում, որից հետո հետաձգվեց։ Եվ խոսվում էր եւս մի արջի մասին, ով ինքը տեղափոխել է մի այլ վայր, եւ ընդամենը 1 շաբաթ առաջ մենք ահազանգ ստացանք, որ հարևաններից մեկը բողոքել էր, արդեն այս տեղի, վերջին տեղի, Սիլիկյան թաղամասի, որ արջ կա, որը որ շատ վատ պայմաններում է եւ օգնություն է խնդրում, որպեսզի այդ արջը փրկվի։ Իհարկե մենք արձագանքեցինք, որոշակի հետազոտություններ անելուց հետո նաև տեղեկացրեցինք տեսչական մարմնին, նախարարությանը, ոստիկանությանը, որպեսզի այսօրը գան։ Իհարկե տեսչական մարմինն է իր գործառույթ իրականացնելու համար ավելի վաղ էր գնացել եւ պարզել էինք, որ այս արջը այն 4-րդ արջն է, որը որ անհայտ տեղում է։ Եվ ըստ էության նույն տիրոջն է պատկանում կամ նվիրել է կամ վաճառել է, դա արդեն ոնց որ ասած տեղյակ չէ։ Ամեն դեպքում նմանատիպ արջեր շատ կան ցավոք եւ շատ ուրախ եմ, որ այսօր պետությունը մեր կողքին կանգնած էր, որպես հասարակական կազմակերպություն, ով որ փորձում է այս հարցը լուծել։ Կենդանին գտնվում էր շատ վատ սանիտարահիգիենիկ պայմաններում։ Ուսումնասիրելով կենդանու առողջական վիճակը, պարզ դարձավ, որ նրա մոտ կային կոտրված ատամներ, որոնք արդեն իսկ բորբոքված էին։ Նրանք կարիք ունեն հետագա ատամնաբուժական միջամտության եւ բուժման։ Պայմանները շատ սուղ էին նրա համար, որովհետեւ համ տարածքային առումով, համ գրունտի առումով ամբողջ բետոնապատ էր, սառուցապատ, լողավազան որը լողավազանի տեսք տված այդ կոնտեյները բավականին անհաջող էր եւ կենդանին շատ մեծ հնարավորություն ուներ իրան վնասվելու, որը որ մենք հետո համոզվեցինք կենդանու ոտքի տակերը փապկանները ուսումնասիրելուց նկատեցինք, որ այնտեղ կային վերքեր, մաշված էին, վնասված էին եւ կենդանին նույնիսկ չուներ այնտեղ պատասպարվելով որջ Իրանք թողվելու են։ Հնարավոր է բաց թողնել արջերին միայն այն տարիքում, որտեղ դեռ գիտակցություն չունեն, այսինքն շատ փոքր տարիքից, երբ որ վերցնում ենք, պահում ենք հատուկ ձևաչափով, սահմանափակ տեսողությամբ եւ հոտառություն ունենալով, որպեսզի իրենք չսովորեն թե մարդկանց, թե մնացած հոտերին, ակնադիտական ոչ մի շփում չունենան մարդկանց հետ եւ կերը ուղղակի կարողանան իրենցով հայթայթել։ Կարանտինային շրջանում հիմա 1 ամիս պահելու ընթացքում մենք կհասկանանք ինչ խնդիրներ կան եւ ըստ այդմ արդեն համապատասխան բուժօգնությունը կտրամադրվի։